Բարև ձեզ, հորիզոնը սկսում է աշխատանքային շաբաթը։ Վարչապետը երեկ այցելել ու շրջել է Գյումրիում, գյումրեցու և փարաքարցու ընտրությունները մեզ համար օրենք է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Գյումրու և Փարաքարի թիմ ընտրություններին ընդառաջ Գյումրիում տեղի ունեցած գալամիջոցառման ժամանակ։ Վարչապետն ընդգծել է, որ 2018-ի հեղափոխությունից հետո փակված է այն էջը, երբ իշխանություններն ընտրություններ էին կեղծում։ Գյումրիում և Փարաքարում տարբեր հանգամանքներում են արտահերթ ընտրություններ նշանակվել, բայց կարևոր է ընդգծել, թե ինչ հանգամանքներում և ինչ պատճառով է Գյումրիում մասնավորապես տեղի ունենում արտահերթ ավագանու ընտրություններ։ Եվ իրականում կարծում եմ ընտրությունների պատճառը նաև որոշակիորեն քաղաքականացման մակարդակը ընտրությունների մեծացրել է։ Կուսակցության հարգելի ընկերներ, վերջին տարիներին մեզ ամենաշատը ինչի համար են քննադատում։ Մեզ ամենաշատը քննադատում են նրա համար, որ մենք հեղափոխությունից հետո խոստանալով թալանվածը հետ վերադարձնել, այդ գործում այնքան էլ մեծ հաջողություններ չունենք։ Իրականում ես պիտի չհամաձայնվեմ այս տեսակետի հետ և այն, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, ինչ-որ առումով այդ գործընթացում մեր ինստիտուցիոնալ հաջողության ուղղակի վկայություն է։ Ինչ նկատի ունեմ, ուզում եմ հիշեցնել, թե Գյումրիի ավագանում, երբ խնդիր առաջացավ, երբ Հայաստանի Հանրապետության վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների և նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը սև բերդը սեփականաշնորհվել է ապօրինի ձևով և պետք է վերադարձվի համայնքին։ Գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված կարգով դիմեց Գյումրիի ավագանուն, որպեսզի ավագանին դիմի դատարան այդ գույքը, ապօրինի սեփականաշնորհված գույքը համայնքին վերադարձնելու համար։ Իհարկե որոշակի պայմաններում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանին Գյումրիի հանդես եկավ նախաձեռնությամբ և այդ պայմաններում ըստ էության ավագանին կողմ քվեարկեց, բայց պիտի պարզվեր, որ դրանով աշխատանք ավարտված չէ և Գյումրիի քաղաքապետարանը պետք է դատարանում պաշտպանի այդ հայցը, բայց ամենակարևորը ներդրվում է նոր ինստիտուտ, հենց կոնկրետ Գյումրիում, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում, որը արդեն ոչ թե քաղաքական որոշումների, ոչ թե քաղաքական նյարդերի, այլ ինստիտուցիոնալ ձևով պետք է Գյումրիում և Հանրապետության մնացած համայնքներում իրականացվի ապօրինի սեփականաշնորհված, ժողովրդական լեզվով ասած, թալանված կամ գողացված գույքը։ Ահա այստեղ է, որ առաջացավ քաղաքական ճգնաժամ և ըստ էության Գյումրիի ավագանու մեծամասնությունը հրաժարական տալով հայտարարեց, որ ինքը հրաժարվում է սպասարկել այդ օրակարգը։ Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ և ավագանու ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։ Սա շատ կարևոր է արձանագրելու համար։ Եվ այս ընտրությունները իրականում հենց այս համատեքստը և այս ենթատեքստը ունեն։ Բայց մինչև այդ համատեքստին ու ենթատեքստին անդրադառնալը սա շատ լավ առիթ է, որպեսզի մենք ի վերջո համակարգված ձևով արձագանքենք այդ մեղադրանքներին։ Արդյոք մենք հետևողական ենք ժողովրդից թալանվածը վերադարձնելու ճանապարհին, թե այնուամենայնիվ մենք գնացել ենք այդտեղ կոմպրոմիսների, մեր քաղաքական կամքը նվազել է, մեր վճռականությունը նվազել է և մենք հետքայլեր ենք արել։ Ես կարող եմ միանշանակ ասել ոչ, մեր կամքը ոչ միայն չի նվազել, մեր կամքը դարձել է պետական ինստիտուտ,
Եվ այլևս ապօրինի գույքի վերադարձը կախված չէ նույնիսկ քաղաքական կամքից։ Դա այլևս իրավական գործընթաց է եւ վերջին տարիներին մենք մի քանի նոր ինստիտուտներ ենք ստեղծել, այսօր ես ուզում եմ արձանագրենք, թե ապօրինի գույքի վերադարձի քանի ինստիտուտ կա այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Դրանցից մեկը քրեական գործերով գույքի բռնագանձման համակարգն է։ Այդ համակարգով մենք արդեն իսկ ունենք բռնագանձված եւ պետությանը եւ ժողովրդին վերադարձված գույքեր։ Երկրորդ համակարգը պետական շահերի պաշտպանության համակարգն է, որով նույնպես այս տարիներին վերադարձվել են եւ հիմա էլ վերադարձվում են գողացված գույքեր, ապօրինի սեփակ կանաչնորված ապօրինի ձեռք բերված գույքեր։ Հաջորդը ապօրինի գույքի վերադարձի համակարգն է, որով արդեն Հայաստանի Հանրապետությունում կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ։ Հաջորդը համայնքային շահի պաշտպանության ինստիտուտն է, որը ելի նոր հիմնադրված ինստիտուտ է եւ որով արդեն Հայաստանի Հանրապետությունում կան վերադարձված գույքեր։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր պաշտոնական այց կկատարի Հնդկաստան ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարի հետ նախատեսված է նաև այլ հանդիպումներ եւ քննարկումներ, այդ թվում համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում է մեր երկու երկրների միջև բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Սպասում եմ Նյու Դելիում մեր քննարկումներին միտված առավել խորը համագործակցության նոր ուղիների բացահայտմանը ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ, այցից առաջ ընդգծել է նախարար Միրզոյանը։ Իսպանիայի խորհրդարանի падգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով Ադրբեջանի կողմից քարոզչական դաշտ նետված այսպես կոչված արևմտյան Ադրբեջան նարատիվը պատմություն է վերաշարադրելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրագործած էթնիկ զտումներն արդարացնելու եւ Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելու նպատակ է հետապնդում։ Իսպանիայի խորհրդարանի падգամավորն այս մասին ասել է Armenpress-ի հետ խտակցի զրույցում։ Նրա բնորոշմամբ Ադրբեջանը նման հայտարարություններով նպատակ ունի դիվանագիտական եւ քաղաքական ճնշում գործադրել Եվրամիության վրա։ Անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանից հնչող դժգոհություններին եւ առաքելության գործունեության դեմ քարոզչություն իրականացնելու Բաքվի նպատակներին, падգամավորը նշել է, որ Ադրբեջանի բողոքները կարող են ի հայտ գալ նաեւ երրորդ երկրների, մասնավորապես Թուրքիայի կամ Ռուսաստանի ճնշումների հետևանքով։ Առաքելությունը կոչված չէ մի կողմին մյուսի նկատմամբ գերադասելու, ոչ էլ հետախուզական գործունեությամբ է զբաղվում։ Նրա հիմնական նպատակն է նպաստել տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը, ինչն անշուշտ հակասում է հերթական անգամ Հայաստան ներխուժելու Ադրբեջանի փորձերին, նկատել է Ինյարիտուն։ Անցած շաբաթ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով աուդիոուղեր ցեղեց, կոչանելով չհուսալքվել եւ հորդորեց լծվել լավատեսությամբ, նշելով, մեջբերում եմ, նորից ապրելու ենք մեր հայրենիքում հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց։ Այս եւ այլ հարցեր քննարկել ենք Պաշտպան Հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար Ղարաբաղ կոմիտեի անդամ Գագիկ Սաֆարյանի հետ զրույցում, ներկայացնենք հատված զրույցից, այն ամբողջությամբ հասանելի է shantnews.am կայքում։ Գիտեք, մենք բոլորս կարող ենք տարբեր տարաձայնություններ ունենալ տարբեր մոտեցումներ այդ մարդկանց մասին, բայց ես պիտի հստակ ասեմ, որ այո, Բաքվի դատարանում դատվում է հայ ժողովուրդը։ Որն է ելքը, բնականաբար պիտի հարցնեք։ Մենք բոլոր առումներով, բոլոր ուղղություններով պիտի կատարենք հստակ աշխատանք եւ պիտի կատարենք շատ արագ աշխատանք։ Ինչ ճանապարհ կարող ենք առաջարկել։ Իմ խորին համոզմամբ մենք պիտի կարողանանք լավագույնս օգտագործել միջազգային հարթակները եւ լավագույնս օգտագործել այն պետությունների ղեկավարներին կամ խնդրանքի տեսքով կամ առաջարկության տեսքով, որոնք անմիջական ազդեցություն ունեն Բաքվի ուրեմն բռնապետի վրա, Ալիևի վրա։ Ես նկատի ունեմ առաջին հերթին Թուրքիայի նախագահին Ռեջեփ Էրդողանին, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփին, եթե երկրի ղեկավարությունը մեր ունի հարաբերություններ նորմալ, ապա Ռուսաստանի Դաշնության նախագահին եւ ինչու՞ չի նաեւ Վրաստանը կարող է այստեղ հանդես գալ որպես ուրեմն
միջնորդ բարի կամքի որպեսզի կարողանա համոզել Ադրբեջանի ղեկավարին գնալու բարի կամքի դրսևորման։ Տեսեք, նախ պիտի ձեզ շնորհակալություն հայտնեմ առավոտյան աստեղ գալուց դուք ինձ հիշեցրեցիք, որ մարտի 8-ի առավոտյան կանուխ Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերի գծով խորհրդական եւ հատուկ դեսպան Հիկմետ Հաջիևը հայտարարություն արել, որ եթե ոչ թե հայտարարություն է, ծավալուն հոդված է տպագրել անգլերեն լեզվով crime and punishment, պատիժ եւ հանցանք եւ պատիժ, եւ որտեղ հոխորտալով սպառնալից տոնով ասում է, եթե Հայաստանը պիտի այսպես առերեսի Բաքվում կայացող դատավարությանը, ապա եթե մենք պիտի գնանք ուրեմն համապարփակ խաղաղության հաստատմամբ, ապա պիտի Հայաստանում ծվարած կամ Հայաստանում ծպտյալ, չգիտեմ ինչ կերպով ապրող 1991-ից մինչև 2022 թվականը ընկած ժամանակահատվածի ռազմաքաղաքական հանցագործներին Արցախի հանձնեն Ադրբեջանի դատավարությանը կամ Ադրբեջանի դատին, իհարկե այդ թվում նաև ես էլ եմ մտնում այդ ցանկի մեջ, դե բնական է լինելով 88 թվականի փետրվարի 20-ի հանրահավաքի ավետաբերը կամ ազդարարը։ Գիտեք, այս սպառնալից տոնը արդեն հեռուն է տանում, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պատգամարմինների շատ հայտարարություններ կամ չգիտեմ գործողությունների այն ոլորտը, որը տանում է դեպի այսպես հրապարակային կամ ռետորաբանական հայտարարությունների, կարծեք թե մենք գնում ենք ողորմելի արդարացումների ճանապարհով։ Մի բան, որը ես համարում եմ անընդունելի։ Տեսեք, Ադրբեջանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո երբեք չի փոխել իր ռետորաբանությունը։ Սկսած նոյեմբերի 9-ի փաստաթղթից ավարտված այսօրվա Հաջիևի հայտարարությունից կամ 3 առաջ օրվա Ադրբեջանի նախագահի Անկարա մեկնելուց առաջ եւ հայտարարեց, որ Սյունիքը, Զանգեզուրը Արևմտյան Ադրբեջանի կամ Ադրբեջանի Հանրապետության բաղկացուցիչ մասն է կազմում, քանզի 1918-20 թվականին Սյունիքը երբեք չի եղել Հայաստանի Հանրապետության առաջին հանրապետության կազմում։ Հռետորաբանություն չի սա արդեն, քաղաքական հռետորաբանություն չի։ Սա հեռուն գնացող նպատակներ է, նրանք չեն թաքցնում իրենց նպատակը։ Ցավում եմ, որ մեր իրավական, գիտական, փորձագիտական, աշխարհագրական եւ այլ դաշտի բազում փորձագետներ եւ ներկայացուցիչներ չեն հասկանում այն պարզ ճշմարտությունը, որ 1991 թվականի հոկտեմբերին հռչակագրով Ադրբեջանը դուրս գալով Խորհրդային Միության կազմից հայտարարեց ոչ թե ադրբեջանական ԽՍՀ-ի ժառանգորդ իրավական, այլ հայտարարեց 18-20 թվականի 1900 առաջին հանրապետության իրավահաջորդ, նկատի ունենալով դրան զուգահեռ մեզ հասկացնելով, որ ինքը ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը միայն Բաթումի պայմանագրի տարածքներով, այսինքն ընդամենը 10,000 քառակուսի կիլոմետր տարածքով։ Պարոն Սաֆարյան, մենք դեռևս խոսենք դատավարությունից, այսպես կոչված դատավարության ընթացքից, տեսեք, նաև մեղադրանքներ կան ուղղված Հայաստանի Հանրապետության իշխանություններին, պնդելով, որ համապատասխան բոլոր այդ գործիքակազմերը, որոնք որ հնարավոր են, Հայաստանի կառավարությունը չի օգտագործում, որ այսպես կոչված այդ դատավարության դեմ եւ մեր գերիների վերադարձի համար։ Դուք համաձայն եք այդ պնդումների հետ։ Իհարկե ոչ։ Ամբողջ Հայաստանի Հանրապետության մոտեցմանն եք ասում դուք, թե Ադրբեջանի։ Ոչ, պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի օգտագործում բոլոր գործիքակազմերը, որպեսզի վերադարձնի Արցախի։ Տեսեք, ես չեմ կարող հստակ կերպով ասել, համենայն դեպս ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ կոմպետենտ գերատեսչությունները հստակ աշխատանք կատարում են այդ ուղղությամբ։
Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Երեք երկրների զորավարժությունները կսկսվեն մարտի 11-ին Իրանի հարավարևելքում Օմանի ծոցի ափին գտնվող Չաբահար նավահանգստում, հաղորդում է տեղական Թասնիմ գործակալությունը։ Զորավարժություններին որպես դիտորդներ կմասնակցեն Ադրբեջանը, Հարավային Աֆրիկան, Օմանը, Ղազախստանը, Պակիստանը, Քաթարը, Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Շրի Լանկան, փոխանցում է Դոյչե Վելեն։ Նշվում է նաեւ, որ իրանական բանակը փետրվարին արդեն վարժանքներ է անցկացրել նույն շրջանում, ամրացնելու իր պաշտպանությունը ցանկացած սպառնալիքից։ Այսպիսի զորավարժություններ նախկինում եւս անցկացվել են։ Այսքանը կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։